Եթե ադրբեջանական կողմը ավելի մեծ կորուստներ ունենալով 94 թվականին, ավելի մեծ կորուստներ ունենալով, քան մենք ենք 20 թվականին ունեցել, ինքը կարողացել է դա անել, երբևիցե չի հրաժարվել իր իրավունքներից, ավելին, օրինակ փաստով եմ ասում, մարդիկ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն են անգամ պահել, բացի նրանից, որ Լեռնային Ղարաբաղից падգամավոր են ունեցել Մելի Մեջլիսում։ Եվ կարողացան 30 տարի ձգել։ Այո, եւ կարողացան ձգել ու կարողացան հաջողության հասնել։ Միայն այսպես Ադրբեջանի եւ Հայաստանի օրինակով չգնանք։ Այնպես չի, որ մնացած պոստկոնֆլիկտային այսօրվա դրությամբ Հյուսիսային Կորեան եւ Հարավային Կորեան իրենց օրենսդրությամբ եւ մյուս երկիրը չեն ճանաչում։ Այսինքն ամեն մեկն էլ նստած սպասում է, թե երբ հայ մյուսի ոտքը ընկնելու, որպեսզի իր օրենսդրությամբ սահմանված այդ ամեն ինչը իրականություն դարձնի։ Այնպես չի աշխարհի։ Այսօր Ադրբեջանի սահմանադրության մեջ հողային բանջարներ կա Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը Վրաստանին, այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը գտնվում են բավականին բարի դրացիական հարաբերությունների։ Հասկանալի է, որ վաղը մյուս օր եթե ռուսական կայսրության կործանում լինի, ադրբեջանական կողմը հղում է անելու այդ ամեն ինչին, ասելու այն իմ տարածքն է։ Եթե Ադրբեջանը այդ ոչինչ չպատահի, այդ դեպքում։ Դե եւ դիցուկ ենք ասում, էլի, այսինքն